Ես գտնում եմ, որ Հայաստանի շահի եւ Իրանի ժողովրդի տեսանկյունից ճիշտ կլինի իշխանափոխություն։ Ինչու՞։ Որովհետեւ գանք Հայաստանից իշխանափոխության պարագային Ադրբեջանը կկորցնի իր ստրատեգիական կարևորությունը Իսրայելի համար։ Իշխանափոխության պարագային կսրվի Թուրքիա-Իսրայել հարաբերությունները եւ Սիրիայում, որ դա նկատում ենք, եւ Թուրքիան ավելի կկենտրոնանա այդ հատվածի վրա, հետեւաբար հարավային Կովկասը իր առաջնահերթություններից ստիպված կլինի մի կողմ դնել։ Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների բարելավումը հնարավորություն կտա Իրանի տարածքով անցկացնելու ցամաքային ամենակարճ ճանապարհը, որը կապում է Հնդկաստանը Եվրոմիության հետ։ Հնդկաստան, Չարբար նավահանգիստ, Իրան, Նախիջևանի փոքր հատվածը երկաթուղով, Հայաստան, Վրաստան, Սևծով։ Այսինքն կա երկաթուղի, նշածս այդ երթուղիով, որը կարելի կլինի քաղաքական մի փոքր ճնշման դեպքում Ադրբեջանի վրա իրականացնել։ Իսկ երբ որ Հայաստանը հայտնվի արդեն ոչ թե տեղական, այլ միջազգային այդ մեծ տարանցիկ ուղու վրա, եւ անվտանգային առումով եւ տնտեսական զարգացման առումով մեծ ձեռքբերումներ կունենա։ Նաեւ Իրանը կդառնա մեծ ներդրումային շուկա վստահաբար արևմուտքի համար, խոսքը կարող է գնա տարեկան մի քանի 100 միլիարդ դոլար ներդրումների մասին, որտեղ Իրանը վճարունակ երկիր է, հատկապես եթե բացվի արտահանման հնարավորությունները, ընդլայնվեն դրանք, իսկ այդ 100 միլիարդավոր դոլարների ներդրման դեպքում ինչ որ մի բան էլ անպայմանորեն ոնց որ ասած Հայաստանին կհասնի, այդ որտեղ մենք ժամանակին ես էլ աշխատել եմ Թեհրանում եւ ասեմ, Թեհրանում տեղակայված խիստ սահմանափակ թվով արևմտյան ընկերությունները հենց այդպես էլ դիտարկում էին, այսինքն որ նրանք կարող են նաև Հայաստանում ունենալ ածանցյալ ներկայություն եւ անել։ Հետեւաբար այդ տեսանկյունից Հայաստանի համար լավ է եւ մի քանի այլ, այսինքն գործոններ կա, մասնավորապես օրինակ, մենք այսօր միշտ երկության մեջ են, երկընտրանքի առջև են կանգնում հաճախ, արդյոք Իրանի օգտին քվեարկել, թե չգիտեմ արևմուտքի օգտին, որտեղ քվեարկությունների պարագայում ինչ որ միջազգային հարթակներ, այդ երկությունը վերանալու է, որը մեզ համար էլի խիստ կարևոր է։